Սահմանին դիվերսիոն գործողություն է եղել կամ իրականացվել է հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցում։ Արդյոք այս երկու երևույթները նույնական են։ Ողջույն, եթերում ռազմական լրագրողի հերթական թողարկումն է։ Point of Law փաստաբանական գրասենյակի աջակցությամբ Բանակ ինֆո ռազմական մասնագիտացված կայքը շարունակում է ռազմական բառան հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք դիվերսիայի եւ հետախուզադիվերսիոն գործողությունների նմանությունների, տարբերությունների եւ առանձնահատկությունների մասին։ Գնացինք։ Երբ որ սահմանին ինչ-որ բան է տեղի ունենում, մենք հաճախ լսում ենք դիվերսիա է եղել կամ հետախուզադիվերսիոն գործողություն է եղել։ Սովորաբար այս երկուսը օգտագործվում են նույնական իմաստով, մինչդեռ սրանք տարբեր երևույթներ են։ Այստեղ շատ կարևոր է նաև ընդգծել, որ նշված երկու երևույթները ունեն տարբեր տրամաբանություն եւ տարբեր նպատակներ, ինչպես նաև տարբեր կառուցվածք։ Շատ կարճ եւ հստակ տարբերակում դիվերսիայի նպատակը վնաս հասցնելն է։ Այդ վնասը կարող է լինել օրինակ պահեստի ոչնչացում, ինչ-որ հանգույցների ականապատում, կամուրջների պայթեցում, կապի խափանում եւ մի շարք այլ տարբեր նպատակներ կարող է հետապնդել դիվերսիոն գործողությունը։ Դիվերսիոն գործողությունը պարտադիր չէ, որ պարտադիր ներառի մարտի, այսինքն կոնտակտային մերձամարտի էլեմենտներ։ Այսինքն կարող է իրականացնել դիվերսիոն գործողություն անգամ առանց թշնամու հետ բախվելու, ներթափանցել, իրականացնել, վերադառնալ։ Մինչդեռ այլ է հետախուզադիվերսիոն գործողության նպատակը, միջոցները եւ կառուցվածքը։ Այստեղ ոչ միայն նպատակը վնաս հասցնելն է, այլ նաեւ առաջնային կարեւորություն եւ նպատակ է հետապնդում հետախուզական տվյալների հավաքագրումը։ Օրինակ, կարող է իրականացվել քողարկված կրակային դիրքերի կամ քողարկված երկարաժամկետ կրակային դիրքերի, քողարկված զինտեխնիկայի, զինծառայողների, այլ ենթակառուցվածքների, ծավալված կապի հանգույցների եւ մի շարք այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների բացահայտում, տեղադիրքի հստակեցում, հավաստանշում, հետագայում կամ որոշ ժամանակ անց ոչնչացման նպատակով։ Շատ հաճախ, ինչպես նաև կարող ենք տեսնել ֆիլմերում, հետախուզադիվերսիոն գործողության նպատակները շատ հաճախ լինում են նաև քարտեզների, գաղտնի մատյանների, տարբեր տիպի փաստաթղթերի ձեռքբերումը։ Այսինքն հետախուզադիվերսիոն գործողության ընթացքում կարող է լինել եւ կոնտակտային մերձամարտ եւ հետախուզություն։ Դրա համար նաև ունենք երրորդ տերմինը, որը կոչվում է հետախուզություն մարտով։ Հետախուզություն մարտով մեթոդը կիրառելիս շատ կարևոր է, որ ոչ թե կատարվում է ինչ-որ պահեստի կամ ինչ-որ դիրքի, ինչ-որ հանգույցների գրավում կամ ոչնչացում, այլ անգամ եթե կատարվում է նման գործողություն, դա ոչ թե կատարվում է առաջին հերթին ոչնչացման նպատակով, այլ դրա վերաբերյալ այլ հետախուզական տվյալներ ձեռք բերելու առաջնային նպատակով։ Այսինքն օրինակ կարող է լինել դիրքի վրա հարձակում, բայց ոչ ամբողջ ուժով եւ ծավալով, օրինակ հասկանալու համար, թե պահոստային ուժերը ինչքան ժամանակում են մշտական տեղակայման վայրից հասնում, ծավալման շրջան, կենտրոնացման շրջան կամ գուցե նաեւ կիրառման շրջան։ Ինչ ուժեր, միջոցներ, պահոստային ենթակառուցվածքներ են նախատեսված, օրինակ ասենք տվյալ ամրացված շրջանը կամ հենակետը պաշտպանելու համար։ Հետո կարող է այդ մարտի ընթացքում հետախուզությունը մարտով ավարտվել, վերադառնալ ելման բնագիր եւ գուցե ժամեր, օրեր, անգամ շաբաթներ անց այդ հատվածի վրա մեկ այլ համազորային օրինակ ստորաբաժանում հարձակում գործի, իմանալով պահոստային ուժերի ծավալման շրջանները, ծավալները եւ տեսակները։ Կարևոր է նաեւ ընդգծել, որ ժամանակակից պատերազմներում փոքր կիրառման հատուկ նշանակության խմբերը կարող են անգամ բեկել ընդհանուր պատերազմի տրամաբանությունը։ Այսինքն կարող է մեկ փոքր խումբ կարող է ներթափանցել հակառակորդի թիկունք, խուճապ տարածել, պայթյուններ իրականացնել, որը կարող է բերել աղետալի հետևանքների։ Այս համատեքստում իրական օրինակ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած մեկօրյա մարտական գործողություններից, երբ որ հակառակորդը համազորային ստորաբաժանումներով, որոնք համալրված էին տարբեր տեսակի հատուկ նշանակության ստորաբաժանումներով, իրականացրել են կլասիկ ճակատային հարձակման փորձ մեր մարտական դիրքերի վրա։ Մինչդեռ այլ հատվածներում հիմնականում թևանցելով եւ շրջանցելով մեր մարտական դիրքերը այլ հատուկ նշանակության խմբեր հայտնվել են մարտական դիրքերի թիկունքային հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա,
արգելափակելով ասֆալտով կամ լեռներով կամ անտառներով տարբեր բնակավայրերի մուտք ու ելք ապահովող ճանապարհներ եւ կածաններ, ինչի արդյունքում ունեցել ենք դեպքեր, երբ որ փոքրիկ գյուղ կամ մի ամբողջական շրջան կտրվել էր ամբողջ մնացած հանրապետությունից։ Այսինքն, մի փոքրիկ 10-20 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը մերօրյա պատերազմներում կարող է իրականացնել թե հետախուզադիվերսիոն գործողություն, թե դիվերսիոն գործողություն, թե հետախուզություն մարտի միջոցով։ Մերօրյա պատերազմներում հաղթում է ոչ միայն նա, ով ավելի լավ է կրակում, այլ նաև ով ավելի տեղեկացված է, եւ տեղեկությունների հավաքագրումը, ասել է թե հետախուզության իրականացումը բուն մարտական գործողություններից պակաս կարևոր չէ։ Եթերում ռազմական բառարանի հերթական թողարկումներ, իսկ մենք կհանդիպենք շուտով։